Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանի ուղերձ։ Մեր ձևով կամավորական շարժման տարեկան հաշվետու ժողովի հարգելի մասնակիցներ, սիրելի գործընկերներ և համախոհներ։ Ողջունում եմ շարժման տարեկան հաշվետու ժողովը։ Ձեզ հետ միասին հպարտանում եմ այսքան կարճ ժամանակահատվածում ընդամենը 4 ամսում կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով։ Չկա այլևս մեր երկրում բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին։ Չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը։ Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները, չնշելով մեր ձևով շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը։ Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող ու լուսաբանող օտարերկրյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է։ Վերջապես, մեր երկրում դժվար է գտնել այլևս սթափ մի ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում Հայաստանի Հանրապետության լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը։ Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները, ի սրտե շնորհակալ եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն։ Պատճառը պարզ է։ Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։ Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից։ Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այո, ժողովուրդ ջան, այսօր մենք ասում ենք բոլորին, Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն։ Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա։ Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին։ Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանակ հնարավոր է։ Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, կոռուպցիոն ուժային բեսպրեդզելը։ Մեր հայրենակիցների ուզածը դա է։ Ասում եմ դա միանշանակ,
ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված է բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպես կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի Հանրապետության, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ ու ապահով ապագան է։ Ուրեմն առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր 2026 թվական, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա։ Հաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Սիրելի գործընկերներ, Սամվել Կարապետյանի ուղերձը ներկայացնելու պայմաններում դժվար է որևէ խոսք ասել կամ շեշտադրումներ ասել, բայց մի քանիսը փորձեմ կատարել։ Իհարկե բոլորս հիշում ենք 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է։ Կես տարուց ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է։ Ի վերջո այս իրավիճակում, երբ փորձում ենք նայել, թե ինչ տեղի ունեցավ այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում, շատ հստակ հասկանալի է։ Կա մի հրեշավոր ծրագիր, ընդդեմ մեր ազգային ինքնության, ընդդեմ մեր արժեքների, ընդդեմ մեր մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, որին խանգարում է Սամվել Կարապետյանը։ Հենց այդ իսկ պատճառով Սամվել Կարապետյանի կալանավորմանը հաջորդեցին սրբազանների կալանավորումներ, գրոհներ մայր աթոռի վրա, այն ինչը տեսանք հենց վերջերս դրա վառ ապացույցներ։ Այս իրավիճակում ցանկանում եմ մեջ բերել Սուրբ Ներսես շնորհալու դեռևս 12-րդ դարում ասված հայտնի խոսքը։ Միություն կարևոր բաներում, ազատություն երկրորդային բաներում և սեր ամեն ինչում։ Սա կարող է լինել արդյոք մեր ժողովրդի շարժիչ ուժը ձգտումը։ Այո, կարող է։ Մի օրինակ բերեմ։ Ցանկացած անձ, ով 6 ամսից լինի կալանավորված, ակնհայտ ապօրինի կերպով, կարող է լցվել չարությամբ։ Դա մարդկային կլինի, դա նույնիսկ արդար ու ազնիվ կլինի։ Կարող եմ ձեզ պաշտոնապես հայտնել, Սամվել Կարապետյանի մոտ 1 գրամ անգամ չարություն չկա։ Սամվել Կարապետյանը, չնայած այս ամեն ինչին, արժանապատվորեն, պատվով հաղթահարում է այս դժվարությունները։ Հաղթահարում է միասին ձեր հետ, հաղթահարում է մեր ձևով։ Հարգելի գործընկերներ, այս ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի կողմից բազմաթիվ ուղերձներ և նաև ծրագրային հոդվածեր հրապարակվել։ Դրանցից մի հատված եմ ուզում մեջ բերել։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի, փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։ Սա Սամվել Կարապետյանի խոսքերն էին։ Հետևաբար, սա բոլորիս պատվի հարցն է։ Բոլորիս։ Հարգելի գործընկերներ, ինչպես ասում են, լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում։ Վստահ եղեք, 1 վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է, իրավունքը գերակայելու է, և ուրեմն ազատություն քաղ բանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին։ Սամվել! Սամվել!
Շնորհակալ եմ ժողովուրդ։